2026 թվականին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 10.800 դրամ վճարի առողջապահության պարտադիր ապահովագրության համար։ 2028 թվականից սկսած փաթեթի գինը կբարձրանա, դառնալով ամսական 13.700 եւ տարեկան 164.400 դրամ։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, մինչև 2029 թվականը պետք է բնակչության 85%-ը պարտադիր առողջապահության ապահովագրություն ունենա։ Առաջին փուլում առողջության համապարփակ ապահովագրություն նախատեսված չէ մինչև 200.000 դրամ եկամուտ ունեցողների համար, որոնք աշխատող քաղաքացիների ընդհանուր թվի շուրջ 40%-ն է կազմում, սակայն 2027 թվականից սկսած ամեն ինչ կարող է փոխվել։ Մենք մեր քաղաքական process-ները պետք է տանենք առաջ։ Հիմա նաև ուզում եմ ասել, որ այդ նկատառումով նաև ընկալում ա եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան։ Սա երրորդ նախագիծն է, որը շրջանառվել է e-draft համակարգում եւ ամեն մի նախագիծ, այսպես ասած, նախորդից ավելի պրոբլեմատիկ է եղել։ Եթե անցած նախագծի ժամանակ մենք քննարկում էինք խնդիրները, օրինակ, որ չափորոշիչները չկան, օրինակ, որ գործելակարգերը քիչ են մեր երկրում ստեղծված այդ համակարգը ներդնելու համար, այսօր այս նախագիծը, որ արդեն ներկայացվել է ազգային ժողով, այնքան պրոբլեմներ ունի, որ դրա մասին այդ չափորոշիչ գործելակարգ մի տեսակ մոռացել ենք էլ անգամ։ Իրականում վերցրել են մի մեծ խումբ, մոտ 1.800.000 մարդու մասին է խոսքը, որոնք որ ապահովագրվելու են մի մասը վճարելու են դրա համար, դրանք են 200.000 եւ ավել աշխատավարձ ունեցողներն են, մյուս մասը, որը որ եղել են պետպատվերի շահառուներ, անվնունը փոխել ենք, դնում ենք ապահովագրական փաթեթ ունեցող շահառուներ, դրանք են 0-ից 18 տարեկանը, դրանք են առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, դրանք են 28 եւ ավել միավոր սոցիալական անապահովության ունեցողները եւ նաեւ այս կառավարությունը հայտարարեց, որ ինքը կատարել է պատմական որոշում։ Պատմական որոշումն այն է, որ 65+ տարիքի մեր քաղաքացիները պետք է ապահովագրվեն պետության կողմից։ Պարոն վարչապետ, առաջին քայլը լինելու է նախ տարբերակենք երկու խումբ քաղաքացիներ ունենք։ Այն քաղաքացիները, ում համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, եւ նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները եւ 18-ից 65 հաշմանդամության կարգ եւ սոցանապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան։ Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով։ Այն կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 28 թվականին։ 2026 թվականին առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 եւ ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200.000 դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ եւ այլ եկամուտներ ունեցող անձինք։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվեն շուրջ 1.600.000 քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը 2028 թվականին։ Ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129.600 դրամ։ Սկզբանե, որ խոսվում էր առողջության ապահովագրության մասին, օգտագործվում էր եզրույթ համապարփակ ապահովագրություն, ինչը նշանակում է, որ մարդը չէր վճարելու որևէ տեսակի գումար, որպեսզի ստանար որևէ տեսակի բուժօգնություն, հետազոտություն եւ այլն։ Կառավարության վերջին նիստին, ինչպես նաև ազգային ժողովի նիստի ընթացքում, համ կառավարության ղեկավարը, համ առողջապահության նախարարը փոխեցին եզրույթը համապարփակը, սարքեցին համընդհանուր եւ ընդգծեցին, որ ամբողջապես չի ծածկելու մարդկանց առողջության համար նախատեսված այդ ծախսերը։ Որևէ տեղում նշված չի, թե ինչ ծառայություններ են մտնելու այդ բազային փաթեթի մեջ, որը որ պետությունը պատրաստվում է տրամադրել։
Կարող է պոլիկլինիկական բուժօգնությունն է մտնելու, որը առանց դրա էլ անվճար է։ Կարող է անհետաձգելի վիրահատություններն են մտնելու, որոնք որ առանց դրա էլ անվճար են։ Բոլոր իրադությունները։ Բոլոր չէ, անհետաձգելի, օրինակի համար կյանքին վտանգ սպառնացող վիրահատությունները։ Մեծ մասը պետպատվերի հաշվին է։ Եթե սրտի ստենդավորում է պետք, որը անհետաձգելի է, պետությունը պարտավոր է։ Պետությունը հիմա էլ է դա անում։ Պետությունը առաջի 12 ժամվա մեջ հիմա էլ է անում։ Այստեղ հարցը այլ բանում է։ Հիմա եթե ամեն դեպքում դա արվում է, մեր հարկերից այդ բյուջեն գոյանում է, որ դա անեն։ Հիմա հարկը ինչի են ուզում ավելացնեն, հավելյալ գումար գանձեն, որ այդ նույնը անեն։ Ինչ են առաջարկում 65+ քաղաքացիներին։ Եթե առաջարկում են օրինակ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն, եթե առաջարկում են արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում, հիվանդանոցայինի ընդամենը 30%-ն են, հա, մտածում որ պետքա փոխհատուցվի, ապա այդպիսի առողջապահություն այս պահին էլ այդ մարդիկ օգտվում են։ Սակայն այստեղ մի հատ հետաքրքիր բան կա։ 395,000 քաղաքացի, որոնք ստանում են 200,000 եւ ավել աշխատավարձ, նրանք վճարելու են ապահովագրավճար 129,000 դրամ։ Տարեկան։ Այո, այսինքն ստացվում է, որ 2026 թվականի առողջապահական բյուջեի 51 միլիարդը դրան ապահովում են քաղաքացիները։ Շահառու խմբերի համար պետությունը արդեն հունվարից կիրականացնի ապահովագրավճարը։ Քաղաքացիները իրենց էլեկտրոնային հավելվածում Արմեդում, որտեղ ըստ առողջապահության նախարարի գրանցվել է շուրջ 700,000 հոգի, տեսնելու են, որ շահառու են դարձել։ Պարտադիր ապահովագրությունը այս փուլում ծածկելու է բժշկական ծառայությունների 30%-ը, բայց ըստ կառավարության ներկայացուցիչների այդ 30%-ը ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայություններն են։ Որ ծառայությունների 30%-ը, տեսեք, շատ տարբեր ծառայություններ կան, որոնք այսօր արդեն ծածկած են։ Հիմա հարցը հետևյալումն է, եթե արդեն ծածկած են, այդ բյուջեն խիչ են ուղում ապահովագրությանը, այլ հարկ են բարձրացնում, որ պացիենտը ինչ-որ գումարներ վճարի։ Ծածկած է, չէ՞։ Ուռուցքաբանությունը ծածկած է ըստ առողջապահության նախարարության, սրտի ստենտավորումը, գլխուղեղի կաթվածը, պոլիկլինիկական բուժօգնությունը ծածկած է, չէ՞։ Այսօր դա անվճար է համարվում պացիենտի համար։ Հիմա եթե այդ նույն ծավալն է մնալու, իմաստը ո՞րն է հավելյալ գումար վերցնել։ Մենք չգիտենք ինչքան դեղորայքի փոխհատուցում է լինելու։ Ունենք բանավոր մի արտահայտություն, որ օրինակ ուռուցքով հիվանդներին 350-ի փոխարեն լավ կտանք 1 միլիոն կամ 1.200.000, բայց թղթի վրա մենք այդ փոխհատուցումները չունենք։ Փորձագիտական հանրույթի հետ չի քննարկվել, ինչ փաթեթներ են առաջարկում, հա, բնակչությանը, ինչպես վճարման դեպքում, այնպես էլ պետական երաշխիքների դեպքում։ Երկրորդը, մենք նախարարի էջից օրինակ իմանում ենք, որ տարվա մեջ 2 նեղ մասնագետի կոնսուլտացիան արտահիվանդանոցային անվճար է, սակայն այսօր արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման կարգավորվող նորմերով նեղ մասնագետի մոտ բժիշկը կարող է ուղղորդել հիվանդին ինչքան որ կարիքը կա։ Գումարվում է մյուս հարցը, որի հետ որ բուժաշխատողներին թողելու են, այսպես ասած, միայնակ։ Ինչ հաշվարկով են բուժծառայությունների փոխհատուցումը հաշվարկել։ Այսինքն արդյոք շուկայական արժեքով է վիրահատությունը հաշվարկվելու, թե կոպեկներով, ինչպես որ շատ տարբեր պետպատվերի վիրահատությունները հաշվարկվում։ Եթե մենք խոսում ենք համընդհանուր ապահովագրության մասին, որ բոլորը այլևս չեն վճարելու կոնկրետ վիրահատությունների համար, այդ պարագայում պետք է հասկանալ, արդյոք դա բուժաշխատողին հարմար է, արդյոք բուժաշխատողը համաձայն է այդ պայմաններով աշխատել, որովհետև շատ տարբեր մարդիկ համաձայն չեն։ Նույնպես կարող են սպիտակ, չեմ ասում սև շրջանառություն, բայց սպիտակ շրջանառությունով ասեն գնա հավելավճար արա, որովհետև այն գներով, որով որ հաշվարկած է, հարմար չի վիրահատել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների շատ բուժկենտրոններին այսօր փաստացի նախարարությունը պարտք է։ Շատ տարբեր լրատվականներ են դրա մասին գրում, որ չի կարողանում պետությունը պատվիրատվության համար վճարի եւ արդեն սա որ 3-րդ տարին է, որ տարվա վերջում նման խնդրի առաջ են կանգնում, այսինքն բյուջետավորումը տարվա ծառայությունների պատվիրման
ոչ այդքան ճիշտ է արվում։ Այսպեսի մի կարգավորում կա օրենքի մեջ, որը ասում է կարող ենք հրատապությունից ելնելով մինչև 6 ամիս հերթագրել հիվանդներին։ Այսինքն այն հերթագրումները, այն որ պետպատվերը վերջացել է եւ այլն, այդ արտահայտությունները, որ հիմա կա եւ բնակիչները դրան հարում են, այո, հիմա նույնը լինելու է ապահովագրությունում։ Գնալու են, ասելու են, որ հերթագրվեք, ապահովագրավճարը տրված չի, ձերը հրատապ չի եւ այլն եւ այլն։ Իսկ այդ հրատապությունը դա շատ սուբյեկտիվ բան է առողջապահության մեջ։ Շատ մարդիկ չեն ուզում դա անեն պետպատվերի միջոցով, դա տարիներ շարունակ եկած բան է, երևույթ է, որ շատ էժան, շատ մատչելի հաշվարկներով, երբ որ բժիշկին պարտադրում են վիրահատել, ընկնում է բուժօգնության որակը, ընկնում է նյութածախսի որակը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որտեղ է Ինչի է որական ներողություն, մոտիվացիան է բացական։ Մոտիվացիայի հարցը չի։ Նյութածախսի հարցն է, որովհետև բժիշկը ուզում է չէ արժանավայել վարձատրվի։ Չի կարա, օրինակի համար, IT մասնագետը բժիշկից ավել վարձատրվի, որովհետև բժիշկից է կախված IT մասնագետը կապրի, թե չի ապրի։ Եթե մասնավորի միջոցով արվեր, պետությունը դիմեր մասնավորին, արդյոք ավելի օգտակար չէր լինի։ Շատ դժվար է ասել, որովհետև նույն այսպես ասած լոգիկան էլ ունի մասնավորը։ Տեսեք, ապահովագրության լոգիկան ինչն է։ Իրանք ուզում են մինիմալ գնով բուժծառայություն ձեռք բերեն։ Մինիմալ գնով բուժծառայության պարագայում բժիշկի ծանրաբեռնվածությունը դառնում է մաքսիմալ։ Ու շատ մարդիկ չեն ուզում այդ ծառայությունը իրականացնեն ապահովագրության միջոցով։ Մասնավորների փորձը կարելի է օգտագործել, որովհետև մասնավոր ապահովագրական ընկերությունները հրաշալի փորձ ունեն դեպքերի վերլուծության, այսպես կոչված case management-ի առումով եւ նրանց ռեսուրսը պետքա ներդրելուց օգտագործվել։ Բայց ինչքանով որ հասկանում եմ, պետությունը գնում է այլ ճանապարհով, մասնավոր ապահովագրական ընկերություններին ասում է, որ դուք կարող եք ապահովագրել մնացած այն մասը, որը ես չեմ տալու պարտադիր ապահովագրության ծավալների ժամանակ, եւ կարմիր գծով գնում է այն մեսիջը, որը երկրի վարչապետից սկսած տալիս են բնակչությանը, որ դա համապարփակ է, բայց դա այդքան էլ համապարփակ չի։ Կինա Օնեսյան, խնդրում եմ պարզաբանեք, մի բան այդքան պարզ չի։ Դա փետրվարի 10-ին կներկայացնի 2025 թվականի հայտարարագիրը, որի համար դեռևս ապահովագրական վճարներ կատարված չեն։ Ինչպես է հետ ստանալու ձեր ասած 6000 դրամը։ Այդ նշանակում է, որ տարվա ընթացքում պետքա վճարի, որ հետո հետ ստանա։ Մենք այստեղ պարոն վարչապետ, երբ որ անձը ընդգրկվում է ապահովագրության համակարգ, մենք հաշվարկային փաստաթուղթը նրա վճարման կարող ենք այնպես անել տեխնիկապես, որ ըստ էության ամբողջական գումարը կֆիքսվի նա ինչքան պետք է վճարի եւ 25 թվականի 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամության կարգ ունեցող երիտասարդների շրջանակը եւս մեծացել է։ Առողջապահության պարտադիր ապահովագրությունը որքանով կլուծի նաեւ այդ շերտի սոցիալական խնդիրները։ Տարօրինակ գրառման օրինակ ես հանդիպեցի, որ սոցիալ նախարարը հայտարարեց, որ հաշմանդամ ունեցողները, եթե չեմ սխալվում, թե 65+ տարիքի քաղաքացիները ստանալու են ամենամեծ ապահովագրական փաթեթը։ Այդ մեծը ինչի հետ էր համեմատված, ես չհասկացա, այսինքն այստեղ էլ կա մանիպուլյացիա եւ մենք չենք հասկանում լավանալու է իրենց վիճակը, թե չի լավանալու։ Օրենքում կա կետ, որտեղ ասվում է, որ ՑՄ հաշմանդամություն ունեցողները մինչև 28 թվականը պետք է անցնեն նորից փորձաքննություն եւ ապացուցեն, որ իրենք հաշմանդամ են։ Այսինքն ՑՄ տրվում է մարդկանց այն դեպքում հաշմանդամություն, երբ այլևս օրգանի վերականգնման, բարելավման եւ այլի հնարավորություններ չկան։ Դրանց մեջ մեծ քանակ են, օրինակ վերջույթների ամպուտացիաներով մեր քաղաքացիները։ Եվ հիմա նվաստացուցիչ է մարդկանց նորից տանել, նորից անցկացնել այդ հաշմանդամության գործընթացով, որ այդ մարդիկ ապացուցեն, որ իրենց օրգանը շարունակում է չաշխատել կամ վերջույթները չեն նորից ստեղծվել, աճել եւ այլն։ Սա շատ մարդու իրավունքների հանդեպ խախտում է։ Ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա։ Մեր լուծումն այն է, որ բոլոր քաղաքացիները պատշաճ բժշկական ապահովագրություն ունենան։ Դեռ 2020-ին հայտարարում էր Փաշինյանը։
Իսկ ինչ կլինի 2026-ին։ Արդյոք պետությունը կօգնի իր քաղաքացիներին վերագտնել ամենաթանկը՝ առողջությունը։ Ապահովագրության մոդելը եւ ապահովագրական բժշկությունը կախված մենտալիտետից, կախված տնտեսական վիճակից, կախված սովորույթներից եւ շատ տարբեր բաներից տարբեր է։ Այսինքն մենք պետքա ոչ թե նայենք հարևան երկրին, ասենք, հա, իրանց մոտ լավ է, վերենք մեր մոտ դնենք, այլ պետքա հասկանանք դա արդյոք մեր մոտ կաշխատի, որովհետեւ հայերի համար ասենց ասացված կա, ասում հարևանի հարցը միշտ սիրուն է, բայց արդյոք հարևանի հարցը ձեր տանը կապրի, այդ է հարցը։ Պետքա մի քիչ ավելի ադապտացված համակարգ մեր մոտ ներդնել, պետքա փուլային ներդնել, իսկ այն փուլը, որը այն փուլայնությունը, որը որ հիմա բարձրաձայնվում է նախարարության կառավարության կողմից, իմ կարծիքով շատ մեծ կտոր է, որպեսզի կարողանան դա կուլ տալ։ Եվ իրանք էլ են դա ասում, որ հնարավոր չի առանց թերությունների, հնարավոր չի միանգամից աշխատի եւ այլ, այսինքն իրանք իրանց ստեղծած ծրագրի ժողովրդական լեզվով ասած ապահովագրությունը անում են, որ եթե չաշխատեց, մենք ասել ենք, որ չի աշխատի։ Առողջապահության ապահովագրության ամենակարևոր լուծող խնդիրներից մեկը նա է, որ առողջապահության ծախսերը քչացնել, որովհետև վերլուծության արդյունքում պարզվել է, որ առողջապահության ծախսերի շնորհիվ աղքատությունը խորանում է։ Այսինքն մենք պայքարում ենք աղքատության դեմ, սակայն ամենախոցելի խումբը, որը կարող է գնալ դեպի աղքատություն, նրանց ապահովագրություն չենք առաջարկում։ Դա խնդիր է բնակչության համար։ Չեն ասում, որ սա նոր հարկատեսակ է, բայց սա պարտադիր վճար է, եւ այդ պարտադիր վճարի չկատարելը ենթադրելու է տուժերի, տուգանքների, արդյունքը վարչական իրավախախտման հետ կապված պրոցեսների սկսում, ինչը խոսում է նրա մասին, որ նա այո հարկային բեռը առաջացնելու մեր քաղաքացիներին։ Առողջապահության նախարարության վստահեցմամբ ակնկալվում է պարտադիր առողջապահության ներդրմամբ 30-ից 60%-ով կրճատել այն քաղաքացիների թիվը, ովքեր գումար չունենալու պատճառով բժշկի չեն դիմում։ Այս ամենը իհարկե լավ է հնչում, բայց չմոռանանք, որ առողջապահական համակարգի հետ կապված քաղաքացիների հիմնական բողոքը պետպատվերով բուժվելն է։